Հոր եւ Որդվո եւ Ոգու Սրբո ամեն։ Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Սիրելի բարեբախտ ժողովուրդ, այս կիրակի հոգեգալստյան տոնն է։ Գործ Գարակելոսի երկրորդ գլխի 1-4 համարներում գեղեցիկ կերպով նկարագրվում է Սուրբ Հոգու էջքը վերնատան մեջ առաքյալների վրա։ Սուրբ Հոգու գալուստը վերնատան մեջ պարզապես միայն առաքյալներին մխիթարելը չէր, այլ մասնավորաբար նրանց աստվածային շնորհներ տալը, որպեսզի նրանց հոգին զորանար, միտքը լուսավորվեր, սրտերը կազուրվեին, վաղը պարատվեր եւ հավատով շարունակեին մեր Տիրոջ վարդապետությունը տարածելու աշխարհով մեկ։ Եթե այսօր մեր եկեղեցին ցանկություն ունի ավելի կենսունակ, միասնական եւ միասիր դառնալ, առանց խախտելու հիմքը պիտի կարողանա նոր ժամանակակից ձևերով մտածել հավատացյալների հավատը եւ սերը զորացնելու մասին։ Հարավային Հնդկաստանի եկեղեցու եպիսկոպոսներից մեկը գրում է. Եթե մի պատասխան գտնենք այս հարցմանը, թե ուր է եկեղեցին, նախ պետք է հարցնենք, թե ուր է, որ Սուրբ Հոգին ներկա է իր զորությամբ։ Այսօր աղոթքի տուն եկողների մեծ մասը շատ քիչ ծանոթություն ունեն մեր եկեղեցու պատմության, նրա հոգևոր առաքելության, դավանանքի եւ ամենասուրբ երրորդության մասին։ Ուրեմն նրանք ինչպես պիտի կարողանան դիմադրել արտաքին օդար կրոնական ազդեցությունների ճնշմանը, եթե իրենց ճշմարիտ հավատը չգիտեն։ Պատասխանը կարող են գտնել Կոստանդնոպոլսի պատրիարք Շնորհք arczepiskopos Գալուստյանի այս հրաշալի բացատրական խոսքերի մեջ։ Պետք է համաձայնվենք, որ եթե մեկը ուզում է մի նոր բանով լցվել, նախ պետք է դադարվի։ Հիսուս ասում է. «Երանի հոգով աղքատներին, մինչև որ մեկը չդադարի իրեն հպարտությունից, անձնասիրությունից, իշխելու մտադրությունից եւ մարդկային մյուս սովորական ցանկություններից, Սուրբ Հոգին չպիտի լցնի նրա կյանքը։ Մենք պիտի խաչվենք Քրիստոսի հետ, որպեսզի Հիսուս կազմավորվի մեր մեջ։ Սուրբ Հոգու մգրտությունը սիրո մգրտությունն է, որը Տերը լցնում է ամբողջ եկեղեցու վրա։ Քրիստոնյաները պարտավոր են ցույց տալ այդ սերը իրար հանդեպ։ Քրիստոսի սերը ներգործում է մեր սրտերում, որը ամենաբացահայտ նշանն է Սուրբ Հոգու մեր մեջ բնակության։ Այս արդիվ ուզում եմ ձեզ հետաքրքիր մի բան պատմել։ Մի օր Նյու Յորքի Սուրբ Վարդան մայր տաճարում առաջնորդ Սրբազան հայրը Թորգոմ arczepiskopos Մանուկյանը, այժմ հանգուցյալ, իր քարոզում մի քանի անգամ կրկնում է այս հարցը. «Ուր է Հոգին, ուր է Հոգին»։ Այդ պահին 10 տարեկան մի երեխա վազում է Սուրբ Սեղանի մոտ եւ ուղղակի դիմելով քարոզի Սրբազանին ասում է. «Այստեղ եմ, այստեղ եմ»։ Անշուշտ այդ պահին բոլորը զարմանում են եւ շփոթվում։ Փոքրիկը, որն իր մոր կողմից միշտ կանչվելիս է եղել հոգիս, հոգիս, փաղաքշական խոսքով, մի պահ մտածում է, թե Սրբազան հայրը իրեն է կանչում ու վազում է դեպի Սուրբ Սեղան։ Մաքուր սրտով մանուկ այս պահին դառնում է Սուրբ Հոգու շնորհների տեսանելի ներկայությունը Սուրբ Սեղանի առջև։ Այսպես հիմնվեց Աստծո եկեղեցին, եկեղեցի, որը կառուցված է մարդկային հոգիների աղյուսից, շաղախված սիրով ու եղբայրսիրությամբ, այն ոչ քարից է, ոչ փայտից եւ ոչ էլ ոսկուց։ Քրիստոսի եկեղեցին հոգեկան տաճարն է, նյութական տաճարները հնանում են, կործանվում կամ թշնամին է ավերում ու քանդում, սակայն ոգեղեն տաճարները անմահ են։ Հոգու կրակը չհանգցնելու լավագույն միջոցը նրա տարածումն է, երբ համախմբենք ու կողք կողքի բերենք մեր ջահերը, հրդեհ ու բոց կլինի, որը ոչ մի հագարագործ ուժ չի կարող հանգցնել։ Թշնամին քնած չի, նա հրեշտակի կերպարանքով մտնում է մեր մեջ, հուսահատեցնելու, մատնելու անհոգության, բաժանելու եւ քայքայելու ու մեզ դարձնելու անտարբեր մեր հոգեվոր ժառանգությունների եւ սրբությունների նկատմամբ։ Սրա ճշմարիտ վկան հայ ժողովրդի ու նրանց անբաժան մեր եկեղեցու պատմությունն է։ Թեև թշնամիները շատ անգամ կործանեցին հայոց երկիրը, հողմացրիվ արեցին մեր ազգի զավակներին, փլատակների ու պահեստների վերածեցին մեր եկեղեցիները եւ հանգցրեցին սուրբ լուսավորչի կանթեղը, սակայն չկարողացան հանգցնել հայ հոգու կանթեղը, հավատի ու հույսի կրակը։ Ինչու՞։ Որովհետեւ մի փոքրիկ կայծ բավական էր վերստին բորբոքելու այն։ Ինչպես հորթանան գետում Հիսուսի սուրբ մկրտության ժամանակ
Սուրբ Հոգին աղամնու կերպարանքով իջավ նրա վրա, վերնատան մեջ հրեղեն լեզուների կերպարանքով լուսավորեց, իմաստությամբ լցրեց եւ զանազան շնորհներով օժտեց առաքյալներին։ Այսօր ես իմ աղոթքը բարձրացնում եմ առ Աստված, որ Սուրբ Հոգու զորությունը մտնի յուրաքանչյուր հայի ընտանիքից ներս, այնտեղ հաստատի միություն, սեր եւ խաղաղություն։ Ու այս սիրով շահախված մեր ժողովրդի բոլոր զավակները ի Հայաստան, ի Սփյուռս աշխարհի եւ Արցախ Աստծո կամքի համաձայն ապրեն երջանիկ, համերաշխ ու սիրով մի կյանք այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբու ամեն։ Լսիր ինձ Տեր, պատասխանիր ինձ հրով։ Սիրելի բարեբայր ժողովուրդ, այսօր Եղիա մարգարեի տոնն է, ով էր նա։ Նրա մասին կարող ենք կարդալ 3-րդ թագավորության 17-րդ գլխից մինչև 4-րդ թագավորության 3-րդ գլուխը։ Ինչ է նշանակում մարգարե։ Նրանք ինչով էին տարբերվում սովորական մարդկանցից։ Մարգարե նշանակում է Աստծո կողմից ընտրված արդար մեկը, որը նրա անունով կարողանում է ճշմարտությունները բացահայտել եւ նաեւ ապագայում կատարվելիքները մարգարեանալ, այսինքն կանխագուշակել։ Մի քանի մարգարեների անուններ ասեմ, որոնք ծանոթ են ձեզ, ինչպես Երեմիա, Զաքարիա, Եսայի, Եղիսե, Դանիել, Հովնան, Հովել, Մաղաքիա, Եզեկիել։ Եղիան այդպիսի մի մարգարե էր, սովորական պարզ եւ արդար մի մարդ մեզ նման մեղքերի ու կրքերի ենթակա։ Քանի որ ժամանակի թագավորը սկսել էր մոռանալ կենթանի Աստծուն ու կուրքերին էր պաշտում եւ սկսում է հալածել իրեն նախատող Եղիա մարգարեին, նա աղոթում է ու երկրի վրա 3 տարի եւ 6 ամիս անձրև չի գալիս, ամեն ինչ չորանում է։ Եվ երբ թագավորն ու իր կողմնակիցները դարձի են գալիս եւ սկսում են երկրվակել կենթանի Աստծուն, նա դարձյալ աղոթում է ու երկնքից անձրև է տեղում ու երկիրը առատ պտուղ է տալիս։ Հետաքրքիր է երկու եզների ողջագիզման պատմությունը, որը կարող եք կարդալ 3-րդ թագավորության 18-րդ գլխի 20-ից 40 համարներում։ Մի մարդ կար, որը համարձակվեց կոչ ուղղել Աստծուն ասելով. «Ով Տեր Աստված, հրդեհիր թուփը, ինչպես որ արեցիր Մովսեսի համար, եւ ես պիտի հետևեմ քեզ։ Փլիր պարիսպները, ինչպես որ արեցիր Հեսուի համար, եւ ես պիտի մարտնչեմ։ Խաղաղեցրու ծովի ալիքները, ինչպես որ արեցիր Գալիլեայի ծովի վրա, եւ ես պիտի լսեմ քեզ»։ Եվ մարդը երկար թափարեց մացառուտում, նստեց պարիսպների առջև ու մնաց ալեգոտ ծովի ափին, սպասելով որ Աստված պատասխանի։ Աստված լսեց մարդու կոչը ու պատասխանեց։ Հրդեհ ուղարկեց ոչ թե մացառուտների թփերը այրելու, այլ մարդկանց սրտերը հրդեհելու։ Փլեց ոչ թե քարե պարիսպները, այլ մեղքի ու անտարբերության պատերը։ Խաղաղեցրեց ոչ թե ծովերը, այլ փոթորկահույս հոգիները։ Եվ սպասեց շատ երկար, որ մարդը պատասխանի։ Եվ որովհետև մարդը փնտրում էր բոցավառվող թփեր եւ ոչ թե սրտեր, նայում էր քարերին եւ ոչ թե կյանքերին, դիտում էր ծովեր եւ ոչ թե հոգիներ, եզրակացեց, թե Աստված անզոր է։ Ուստի վեր բարձրացեց իր գլուխն ու հուսահատված ասեց. «Ով Աստված, միթե կորցրել ես քո ուժը»։ Աստված հասկացավ, որ մարդը չգիտակցեց իր կատարածի կարևորությունը եւ նրան այսպես պատասխանեց. «Իսկ դու, մարդ արարած, միթե կորցրել ես քո տեսողությունը»։ Ինչ է կարծում, ամենակալ, ամենակարող, ամենազոր արարիչը կարող էր կորցնել իր զորությունը։ Իհարկե ոչ։ Մարդը իր այս հարցը ուղղելով Աստծուն չի անդրադառնում, որ նա հավիտենական է եւ անմահ, իսկ ինքը իբրև մարդ, մահկանացու եւ ժամանակավոր է։ Աստծո պատասխանը ազդու եւ ճիշտ տեղին,
Իսկ դու մարդ արարած, միթե կորցրել ես քո տեսողությունը։ Նայեցեք դեր շուրջը, ինչեր են կատարվում։ Ինչպիսի անիրավություններ, ավազակություններ, անարտարություններ, պատերազմներ, ամեն կողմ արյուն է հոսում։ Ով է տեսնում Աստծո արդար ձեռքը, ով է բռնում այդ մաքուր ու զորավոր ձեռքը, որ օրհնվի ու փրկվի։ Աշխարհը դժբախտաբար ահավոր նյութականացվել է այն աստիճան, որ մարդիկ ընտրում են ժամանակավորն ու անցողիկը առանց անդրադառնալու ու գիտակցելու, որ մի օր հրաժեշտ են տալու այս կյանքին, ինչ պիտի անեն իրենց ունեցածը։ Մարդ արարած, ուր է քո տեսողությունը։ Աստծո խոսքը ֆիզիկական տեսողության մասին չի, այլ հոգու աչքերի ու նրա տեսողության։ Այսօր մարդիկ կուրացրել են իրենց հոգու աչքերը, նայում են ու չեն տեսնում, լսում են ու չեն լսում։ Հիսուս ասում է. ձեր մեղքերը իրար խոստովանեցեք եւ միմյանց համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է ու օգնում է։ Ապա թե ոչ, վայ ձեզ եւ վայ մեր աշխարհին։ Փորձենք աղոթքով վերականգնել մեր հոգու աչքերի տեսողությունը, որպեսզի Աստծո փրկարար աչքը կարողանա իր ներգործություն ունենալ եւ ով Աստված միթե կորցրել ես քո ուժը, այս հացի փոխարեն մենք ամբողջական մեր հույսը դնենք նրա վրա եւ վստահ եղեք, որ այդ ժամանակ Աստված մեզ չի պատասխանի, թե իսկ դու մարդ արարած, միթե կորցրել ես քո տեսողությունը, այլ կասի. ազնիվ ծառա, քանի որ դու փոքրի մեջ հավատարիմ եղար, իշխիր 10 քաղաքների վրա ու վայելիր Աստծո բոլոր բարիքները եւ փառք տուր նրան այժմ եւ միշտ եւ ավիդյանս ավիդենից ամեն։ Հանուն հոր եւ որդու եւ ոգու սրբո ամեն, քոցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն։ Սիրելի բարեբաց ժողովուրդ, այս խոսքը ես վերցրել եմ Սաղմոսած գրքի 22-րդ գլխի 5-րդ համարից։ Ինչ է նշանակում քոցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն։ Ինչով եւ ինչ ձևով մեր Տերը կարող է մեզ մխիթարել, ինչ կարեւորություն ունեն սուպը եւ գավազանը մեր հոգեվոր կյանքում։ Հարցեր են, որոնք ագամա կարող են ծագել որևէ հավատացյալի մտքում այս խոսքերը լսելուց հետո։ Իբրև հայ քրիստոնյաներ մխիթարվում եւ ավելի ուժ ենք ստանում մեր հավատքի աղբյուրից Աստվածաշնչից շարունակելու համար մեր երկրային կյանքը։ Սուպը եւ գավազանը թեև բարձ առարկաներ են թվում, սակայն սուրբ գրքի թագավորած Ելից, Եսայի եւ Սաղմոսած գրքերում զանազան ձևերով նկարագրվում են իբրև երկար ու հանգիստ կյանքի, բարձանքի, զորության ու փառքի, ծաղրանքի եւ անարգանքի ուրվես բռնության գործիք։ Վերցնենք մի բարձ օրինակ։ Երիտասարդ հասակում իրապես հուզվում ենք, երբ նայում ենք տարիքով ու անկարող մարդկանց, որոնք տարիների ծանրության բերի տակ կքած, այլևս հնարավորություն չունեն քայլելու, սեփական ոտքերը չեն ենթարկվում նրանց եւ այդ պատճառով գավազանը իբրև նեցուկ են օգտագործում։ Մենք էլ իբրև երիտասարդ մտածում ենք, արդյոք մեզ էլ պիտի վիճակվի այս պահը։ Հրեա ժողովուրդը երբ պատրաստվում էր Եգիպտոսից իրեն խոստացված երկիրը վերադառնալ, հրանք ստացավ գոտիների ու կոշիկների հետ վերցնելու նաև իրենց սուպերը երկար, սակայն կարևոր ճամփորդության համար։ Եսայի մարգարեն Աստծուն փառաբանում է գալիք Մեսիայի թագավորության հեռանկարով։ Ծնվելիք թագավորը, խաղաղության իշխանը, արդարություն պիտի հաստատի բռնության ցուպը կոտրելով եւ պատերազմական զենքերը հրոճարակ անելով։ Սակայն ցուպի եւ գավազանի ամենագեղեցիկ պատկերը վերաբերվում է հովին, ինչպես որ հովիվը պահպանում է ոչխարներին իր ցուպով, գավազանը օգտագործում է քայլելու, ուղղելու, հեղինակությունը պարտադրելու, կրտնելու, մաքարելու եւ պայքարելու համար, այնպես էլ Հիսուս իբրև բարի հովիվ
Աշխարհ եկավ, մարդացավ, չարչարվեց, տանջվեց, խաչ բարձրացավ, հարություն առավ ու մեզ առաջնորդեց եւ պահպանեց ու այսօր էլ շարունակում է կատարել այն։ Նրա ծուպը աստվածային հեղինակություն եւ իշխանություն ունի։ Ինչու՞, որովհետեւ մխիթարում է տգարին, վիրավորին, անմեղին ու սքավորին։ Աշխարհի բոլոր գողիաթներն ու բռնագալները ջախջախվեցին ու պիտի կործանվեն նրա ծուպի զորության տակ։ Ինչ քաջալերական է Սաղմոս 2-ի այս խոսքը։ Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու Տեր ինձ հետ ես, քո ծուպն ու գավազանն ինձ կմխիթարեն։ Այսօր կաթողիկոսներին, եպիսկոպոսներին եւ վարդապետներին տրված Հիսուսի օրինակով գավազան կրելու մասնավոր իշխանություն։ Եթե ուշադրություն դարձրել եք գավազանը պատրաստված է օձի պատկերով, քանի որ ըստ Աստվածաշնչի օձը ամենաիմաստունն էր կենդանիների մեջ, գավազանը դառնում է իմաստության խորհրդանիշ այն կրողի համար։ Թող ամեն քրիստոնյա հավատացյալ ապահովության զգացում ունենա իր մեջ, որովհետև խաղաղության իշխանը Հիսուս Քրիստոս պիտի հեռացնի մեր թշնամիներին, փարատի մեր մտավախություններն ու կասկածները իր սիրո, ներողամտության ու խաղաղության կոչերով։ Պարտավոր ենք Աստծո խոսքը եւ Քրիստոսի պատգամը իբրև ծուպ ու գավազան մեր կյանքի ուղեցույցը ունենալ չարի բոլոր որոգայթների դեմ պայքարելու համար։ Եթե մեր հոգու աչքերով նայենք բարի հովին, նա պատրաստ է իր ծուփով մեզ առաջնորդելու, ամեն վտանգի դեմ պաշտպանելու, մխիթարելու, կյանքի նկատմամբ մեր ունեցած կասկածները փարատելու ու հավատքի մեջ մեզ ավելի զորացնելու այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբո ամեն։ Ես եմ ճշմարտությունը եւ կյանքը։ Սիրելի բարեկամ ժողովուրդ, ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ 3 կարևոր արժեքներ՝ ճշմարտություն, բարություն եւ գեղեցկություն։ Ճշմարտությունը իբրև մարդու խոսքի ու գործի միջև ճշտություն կոչվում է ճշմարտախոսություն, անգեղդություն կամ ուղղամտություն։ Արդարև Սուրբ Գիրքը վկայում է, թե Աստված ակունքն է ամեն ճշմարտության։ Իրապես ճշմարտությունը Աստծո խոսքն է եւ Աստված ճշմարտությունն է։ Հիսուսին հավատալ նշանակում է մնալ նրա խոսքի ճշմարտությունը ճանաչելու համար։ Եվ Հիսուս սովորեցնում է ճշմարտության անպայմանավոր հրամայականը։ Ձեր խոսքը թող լինի այոն այո եւ ոչը ոչ։ Ճշմարտախոս քրիստոնյան բոլորովին էլ պետք չունի երդմամբ երաշխավորելու իր որևէ խոսքը կամ խոստումը։ Նրա ապրած պարգևետ կյանքը, ամբից նկարագիրն ու աղոթանաբեր հոգին շատ ավելի վավերական են, քան որևէ երդում։ Մեր Տերը, երբ խոսում էր ճշմարտության մասին, պատվիրում էր, որ մարդիկ իրենց խոստումների մեջ չափավոր լինեն, որովհետև ճշմարտախոսությունը առաքինություն է։ Ես եմ ճշմարտությունը եւ կյանքը, ասաց Հիսուս, եւ ինքը մեզպես մեղավոր մարդկանց համար իր երիտասարդ կյանքը զոհեց ու եղավ իրապես արդարության արեգակը, խաղաղության իշխանը, բարության եւ հոգու գեղեցկության ռահվիրան ու մանավանդ մեր կյանքի լույսը։ Մարդը բնականաբար ձգտում է ճշմարտության եւ հասնում նրան իր արժանապատվության զորությամբ։ Ճշմարտության հասնելու եւ նրա մեջ մնալու համար պահանջվում է քաջություն եւ հերոսություն։ Ամեն մարդ, ուր էլ որ ապրի, ինչ պայմաններում էլ որ լինի, պարտավոր է իր կյանքի օրինակով, իր խոսքի վկայությամբ ցույց տալու ճշմարտությունը, պարգևեստությունն ու անգեղծությունը։ Բարոյական գեղեցկությունը եւ բարիքի գործադրությունը ընկերակցում են ճշմարտությանը։ Այս պատճառով Աստծո պատկերով ստեղծված մարդը նրա հետ ճշմարտության կապը արտահայտում է նաեւ իր գեղարվեստական գեղեցկությամբ։ Այս ուղղությամբ արվեստը ճշմարիտ է եւ գեղեցիկ,
երբ իր ծնունդով համապատասխանում է հատուկ կոչման, որ է հավատքով ու երկրպագությամբ հիշել եւ փառավորել Աստծո գերակա խորհուրդը։ Այն գեղեցկությունն է վսեմ անդեսանելի ճշմարտության, սիրո ու պայծառություն Աստծո փառքի։ Արվեստը ձգտում է Աստծո անհուն գեղեցկության եւ օժանդակելու մարդկային հոգիների դարձը դեպի Աստված։ Ուրեմն ճշմարտությունը, բարությունն ու գեղեցկությունը իրար հետ են կապված եւ կախում ունեն իրարից։ Տարիքով մի կնոջ հարց է տրվել, թե նա ինչ է օգտագործում իր դեմքը այդքան գեղեցիկ ու իր կեցվածքը այդքան առողջ եւ գրավիչ պահելու համար։ Նա ժպտալով պատասխանել է. Առաջին, շտունքներիս համար օգտագործում եմ ճշմարտություն։ Երկրորդ, ձայնիս քաղցրություն։ Երրորդ, աչքերիս գութ։ Չորրորդ, ձեռքերիս ողորմություն։ Հինգերորդ, տեսքիս պարգեշտություն։ Վեցերորդ, սրտիս սեր։ Յոթերորդ եւ բոլոր նրանց համար, որոնք ինձ չեն սիրում, աղոթք։ Արժի արդյոք գեղեցկության այս ծրագիրը գործադրել։ Ինչ է կարծում, կօգնի այն գեղեցիկ լինելու համար։ Ես գտնում եմ, որ այո, արժի։ Հավատացեք, այս ծրագիրը օգտագործելուց հետո դուք կարճ ժամանակից պիտի զգալի փոփոխություն ձեր կյանքից ներս։ Եթե իրական գեղեցկություն եք փնտրում եւ ուզում եք գեղեցիկ լինել, փորձեցեք ճշմարտությունը, քաղցրությունը, գութը, ողորմությունը, պարգեշտությունը, սերն ու աղոթքը, որոնք աստվածային արժեքներ են։ Այս մտածումներով լուսավորված, հավատով զորացած ու վաղվա օրվա նկատմամբ ավելի հույսով լցված, եկեք բոլորս միասին մեր զավակներին սովորեցնենք Հիսուսի ճշմարտության, բարության, հոգու գեղեցկության եւ լույսի ճանապարհը։ Երեխաները փոքր հասակից պիտի ծանոթանան աստվածային ճշմարտություններին։ Եկեղեցին, դպրոցը եւ նաեւ դուք սիրելի ծնողներ, միասնաբար պիտի ցանեք նրանց սրտերում սերմերը բարության, գեղեցիկի, կյանքի նկատմամբ լավատեսության եւ որ ամենակարևորն է, զորացնենք նրանց մեջ հավատն ու քրիստոնեաբար ապրելու ոգին։ Եթե իր ժամանակին մենք բոլորս միասնաբար ձեռք ձեռքի տված կարողանանք կատարել այս բոլորը, կնշանակի նկարագրի տեր, պարգեշտ ու մաքուր զավակներ կունենանք եւ մեր ժողովուրդն ու մեր եկեղեցին կհարստանան բարոյապես ամուր եւ կամքով ուժեղ մի սերունդով։ Ուստի այս ոգով եւ այս տրամադրությամբ մեր զավակների հետ քայլենք մեր պապերի հերոսական ճանապարհով, որպեսզի նրանց հիշատակը հարգելով ստեղծենք մեր ներկան, մեր այսօրը եւ հույսով ապագան, որովհետեւ կատարյալ ու սուրբ ճշմարտությամբ միայն կարող ենք փառավորել մեր Տեր Աստծուն եւ պայծառացնել հայաստանյան առաքելական մեր սուրբ եկեղեցին այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։